Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության անձնակազմը ձեր այցի կապակցությամբ շարված են։ Ծառայության պետ գնդապետ Խուդինյան։ Հայաստանի Հանրապետության, ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, հարգելի ծառայողներ, ողջունում եմ ձեզ։ Ողջույն վարչապետ։ Մեր հայրենիք ազատ անկախ, որ ապրել է դարեդար, յուր որդիքը ականչում է ազատ անկախ Հայաստան, յուր որդիքը ականչում է ազատ անկախ Հայաստան։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է բարեկային ծառայության նոր էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները։ Գործիքն է, բան վարչապետ։ Սա ինչ է։ Դա վեղատուփ։ Դրանք մարիչն է։ Ու հիմա պլանշետն է։ Ուրիշ ներսում է արդեն։ Ու իր կապի միջոցն է։ Այո, ռադիկալ։ Այդպես։ Ավարտե շարայստու գատեսը։ Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև գումարտակների շենքային պայմաններին, եղել օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնում։ Օպերատիվ կառավարման կենտրոն զգաստ։ Ոնց է աշխատում օպերատիվ կառավարման կենտրոնը, ահազանգերը ստեղ են ստացվում։ Հանցագործության մասին մարդը 1-0 Եվ պատա։ ստեղած։ Այո։ Հանրապետություն։ Քանի օպերատոր ունեն։ 12 օպերատոր ունեն, այս պահին եւ 15 դիսպեչեր։ Օպերատորն ինչ անում դիսպեչերը։ Օպերատորը ահազանգերը, յուրաքանչյուր ահազանգերը ընդունում է, գրանցում է եւ ծրագրային եղանակով փոխանցում է կարգախմբին։ Բարեկային ծառայողը թափեց վրա ստանալով հաղորդումը, գնում է դեպքի վայր ու աշխատում է բավականին շատ օգտակար։ Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև զինանոց, հրաձգարան ու մարզասրահ, ծանոթացել բարեկային ծառայողների ֆիզիկական ու մարտական պատրաստականության հնարավորություններին։ Ներքին գործերի նախարարություն զգաստ։ Ազատ։ Ապրիլի 16-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության 107-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ են խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին։ Ներս բերել Հայաստանի Հանրապետության պետական եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դրոշները։
Հարգանքի տուրքի արարողությանը հաջորդած հանդիսավոր միջոցառմանը վարչապետը հանդես է եկել ելույթով շնորհավորել ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի առթիվ շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ոստիկանությունը պետության կարևորագույն հիմնասյուներից մեկն է եւ վերաբերմունքը միշտ էլ եղել է համապատասխան։ Երկրի ղեկավարի խոսքով վերջին 7 տարում ոստիկանության բարեփոխումների համար ներդրվել է 121 միլիարդ դրամ, այսինքն $300 միլիոն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաեւ շոշափելի եւ ծանրակշիռ ներդրումներ են իրականացվել միջազգային գործընկերների կողմից։ Վարչապետը վերհիշել է ոստիկանության բարեկային ծառայության բարեփոխումների ուղին եւ նշել, որ նոր ավտոմեքենաները, տեխնիկան, հագուստը, ֆիզիկական ենթակառուցվածքը չնայած արդեն իրողություն են, սակայն այդ ամենը ոչ թե նպատակ է, այլ ընդամենը միջոց։ Այդ ամենը պիտի ծառայի նրան, որ մարդը փոխվի։ Որովհետև այդ ամեն ինչը նոր մեքենան իմաստ չունենա, եթե այդ նոր մեքենայի մեջ կամ նոր մեքենայով ծառայություն իրականացնող մարդը չփոխվի։ Այսինքն տեխնիկան փոխվեց, մարդը չփոխվեց, ինչ ենք ստանալու մենք դրա արդյունքում։ Ստանալու ենք էլի ոչինչ։ Եվ ես հիմա այսօր, հենց այսօր առավել քան երբևէ ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրեմ սրա վրա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ամեն օր աշխատանքի նկատմամբ ինքներս մեզնից ունեցած պահանջկոտության չափը պետք է աճի, հակառակ դեպքում իրականացված ներդրումները իմաստ չեն ունենա։ Վարչապետն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ոստիկանության ծառայողին, պետական ծառայողին, այլ նաև քաղաքացիներին։ Ֆունդամենտալ փոփոխությունն է պետք մեր բոլորիս վերաբերմունքի, մեր պետության եւ մեր իրավակարգի նկատմամբ։ Վերջին շրջանում նաև քաղաքացիների հետ հարաբերություններում եւ հանդիպումներում մարդիկ շատ հաճախ են այդ հարցը բարձրացնում, ասում են, իսկ դուք ինչ բացատրություն ունեք, ինչի ենք մենք մեզ Հայաստանում պահում մի կերպ, երբ որ հայտնվում ենք ինչ որ այլ պետությունում, եվրոպական, ամերիկյան, մեզ պահում ենք այլ կերպ։ Որն է սրա բացատրությունը։ Ես չեմ ուզում շատ երկար վերապատմել այդ բացատրությունը, բայց պատճառը պետության նկատմամբ մեր վերաբերմունքն է։ Որտեղ մենք Հայաստանի Հանրապետությանը որպես պետություն վերաբերվում ենք մի կերպ, այլ պետություններին վերաբերվում ենք շատ ավելի լուրջ։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ, եւ սա արտահայտվում է բոլորիս մեջ։ Ընդգծելով, որ ինստիտուցիոնալ առումով ոստիկանությունը երկրի ներքին անվտանգության, պաշտպանության առաջնային տեսանելի ինստիտուտն է եւ իրականացված բարեփոխումները ցույց են տալիս պետության ծառայողի, պետության ուսադիրի, պետության խորհրդանիշի նկատմամբ ունեցած վերաբերմունքը երկրի ղեկավարը նշել է։ Շատ կարեւոր է, որ այդ նույն վերաբերմունքը լինի նաեւ ոստիկանության կողմից եւ նաեւ մենք պետք է ամենօրյա մեր ծառայության մեջ մեր առաջ խնդիր ունենանք, որ նույն վերաբերմունքը լինի նաև քաղաքացու կողմից։ Եվ սա փող լրացնող գործողություն է։ Այո, քաղաքացին պետք է ունենա հարգանք պետության եւ ծառայության նկատմամբ, ծառայությունը պետք է ամեն օր վաստակի եւ պաշտպանի այդ հարգանքը։ Եվ այդպես շարունակ։ Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության ձևավորմանը, խոսել ոստիկանության գվարդիայի ձևավորման մասին եւս։ Ես ուզում եմ ասել, որ այս ամեն ինչը պետք է նշանակի բովանդակության փոփոխություն եւ վերաբերմունքի փոփոխություն պետությանը, ծառայությանը, հանրությանը եւ նաեւ հանրության վերաբերմունքի փոփոխություն։ Մենք պետք է արկա հարգանքը ամեն օրվա մեր աշխատանքով, որ այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, ամեն օրվա մեր աշխատանքով պետք է ավելացնենք, ամեն օրվա մեր աշխատանքով ավելացնենք, հատիկ, գրամ։ Ամփոփելով խոսքը վարչապետը կրկին շնորհավորել է բոլորին, շնորհակալություն է հայտնել իրականացվող աշխատանքների համար, նշել, որ բարեփոխումն անընդհատ գործընթաց է եւ կարեւոր է, որ բարեփոխման գործընթացը բերի միջանկյալ արդյունքների։ Հանդիսավոր միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Շնորհավորում եմ բոլորիդ նախարարության եւ անձամբ իմ անունից ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ։ Արդեն 3-րդ տարին է, ինչ ոստիկանությունը հանդես է գալիս ժողովրդավարական նոր ինստիտուտի, գործադիր իշխանության նոր մարմնի, ներքին գործերի նախարարության քաղաքացիական վերահսկողության ներքո։ Եվ այս հանգամանքը ոչ թե պարզապես կառուցվածքային փոփոխություն է պետական կառավարման համակարգում,
այլ մեր քաղաքացիներին նոր ստանդարտի հանրային ծառայություն մատուցելու կարևոր նախապայման։ Ոստիկանությունը ինքնին օրը 24 ժամ, շաբաթը 7 օր ծառայության մասին է։ Քաղաքացու ապահովության զգացողությունը երաշխավորելու մասին է։ Հասարակական կարգի պահպանման մասին է։ Իսկ նախարարությունը համակարգի ինստիտուցիոնալ զարգացման համատեքստն է։ Ոստիկանության գործողությունների քաղաքական պատասխանատուն, պլանները մշակողը, ստանդարտները սահմանողը եւ կատարված աշխատանքների համադրմամբ նոր լուծումներ տվողը։ Հենց այս փիլիսոփայությունն է, որ մեր հնարավորություն է տվել զարգացնել ոստիկանության ոլորտի բարեփոխումների օրակարգը ու գրանցել տպավորիչ արդյունքներ։ Մենք չենք էլ կարծել, որ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղին հեշտ է լինելու, բայց ունեցել ենք կամք, վճռականություն, հետևողականություն շարունակելու ոստիկանության ոլորտի բարեփոխումների օրակարգի սահուն եւ անխոչնդոտ իրականացումը։ Ոստիկանության ինստիտուցիոնալ փոփոխություններով վերադիրքավորումը ներքին գործերի նախարարության կազմում լավագույն առիթն է վերագնահատելու կատարված աշխատանքը եւ նախանշելու նոր ուղղություններ։ Ամենևին չենք համարում բնականաբար ոստիկանության ոլորտի բարեփոխումները սպառված, որովհետեւ անելիքները, սիրելի ծառայողներ, դեռևս շատ են։ Սակայն այն արդյունքները, որ համատեղ արձանագրում ենք, դրանց վառ վկայությունն են առ այն, որ ունենք իրականում բարեփոխումների իրականացման իրական օրակարգ։ Իսկ այս արդյունքների մասին, որոնք որ ես վկայակոչում եմ, բարձրաձայնում են ոչ միայն միջազգային փորձագիտական գնահատականները կամ մեր միջազգային գործընկերները, այլ ամենակարևորը Հայաստանի Հանրապետության քաղաքացին սոցիալական հարցումների, մեր հետ ունեցած շփումների շրջանակներում։ Ինչու, որովհետև այն, ինչ որ մենք ձեռնարկում ենք, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար է, եւ հետեւապես քաղաքացու գնահատականն է մեր կատարած աշխատանքի լավագույն գնահատականը, բացթողումների ազդակը եւ նաեւ ուղղորդիչը։ Մեծարգո վարչապետ, գրանցած առաջընթացը ձեր անձնական առաջնորդության արդյունքն է վստահաբար, նույնիսկ ամենօրյա հետևողականության եւ ներգրավվածության արդյունքն է, ինչի համար հատուկ շնորհակալությունս թե նախարարության, թե ոստիկանության ամբողջ անձնակազմի եւ անձամբի անունից։ Այս առաջընթացը հնարավոր է դարձել նաեւ քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ ինտենսիվ շփումների, հարության հետ շփումների եւ ըստ այդմ ճիշտ խնդիրները գույքագրելու եւ առաջ շարժվելու տրամաբանության համատեքստում։ Ոստիկանության հենասյունային ուղղություններից 3-ն արդեն իսկ իրական կյանքում գործում են։ 4-րդ հենասյունային ուղղությունը երկար սպասեցնել չի տա։ Ոստիկանության գվարդիան կձևավորվի արդեն այս տարի, բերելով հավաքների հասարակական կարգի ապահովման նոր ստանդարտ մեր քաղաքացիներին եւ Հայաստանի Հանրապետությունում գտնվող ցանկացած անձի համար։ Արդյունքներին զուգահեռ բնականաբար շարունակում ենք խնամքով գույքագրել բոլոր այն խնդիրները, որոնք որ առկա են, հասցեագրել դրանք, որովհետև հանրային ծառայությունը ամենօրյա կատարելագործման կարիք ունի։ Մեր ճանապարհին պարզ սկզբունքներով ենք առաջնորդվում։ Սիրելի ներկաներ, կարևոր է ոստիկանության գործողություններում ազնվությունը։ Մեր խոսքը եւ մեր ворթեգրած սկզբունքները պիտի համապատասխանեն իրան։ Եվ մեր նվիրվածությունը եւս ամենօրյա ռեժիմում պիտի փաստի այն գործողությունները, որոնք որ ворթեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին։ Իմ պատկերացմամբ սա է ոստիկանի առաքելությունը։ Եվ հենց մեր բոլոր փոփոխությունները միտված են այս կարևոր առաքելության իրականացմանը եւ ել ավելի ամրապնդմանը Հայաստանի Հանրապետությունում։ Այս կարևոր առաքելության իրականացման համար շնորհակալությունս եմ հայտնում ոստիկանության շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի, անկախ պաշտոնից, անկախ կոչումից, անկախ զբաղեցրած դիրքից, ունեցած հարաբերություններից, որովհետեւ ձեր ամենօրյա ինտենսիվ եւ նվիրված աշխատանքի արդյունքում է, որ գնահատվում է ոստիկանությունը եւ գնահատվում է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք բոլորս հանձնառու ենք շարունակելու ворթեգրված բարեփոխումները, ամրապնդելու մեր պետությունն ու հանրային անվտանգությունը։ 107-ամյա պատմության մեջ այդ նպատակի իրականացման իրենց անմնացորդ նվիրումն են դրել հարյուրավոր ոստիկաններ։ Հավերժ փառք ու խորին խոնարհում մեր երկրի սահմանների պաշտպանության համար եւ ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհված ոստիկանների պայծառ հիշատակին։ Ոստիկանության հարգելի ծառայողներ, շնորհավորում եմ կրկին ոստիկանության տոնի առթիվ։
Շնորհավորում եմ նաև մեր սիրելի վետերաններին, որոնք իրենց ուրույն ավանդն են ունեցել համակարգի ստեղծման, ապա նաև զարգացման գործում։ Սիրելի ծառայողներ, ինչպես նշեցի, ձեր ամենօրյա աշխատանքով գնահատվում է ոստիկանության աշխատանքը։ Ձեր ամենօրյա աշխատանքով գնահատվում է Հայաստանի Հանրապետության անունից մատուցվող ծառայությունը։ Եղեք հավատարիմ եւ արժանի ձեր կոչմանը։ Բոլորիդ մաղթում եմ արժանապատիվ ծառայություն։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ։ Ոստիկանության օրվա առթիվ օրինականության եւ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելի ցուցաբերած նվիրումի եւ մասնագիտական բարձր պատրաստվածության համար ներքին գործերի նախարարության ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից։ Ոստիկանության օրը ապրիլի 16-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը տեղակալները ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմը ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն եւ իրավակարգի զինվորի հուշարձանին։